Սրբազան պայքար շարժման ղեկավար Բագրատ Գալստանյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրա փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնել է, որ որոշումը բողոքարկելու են։ Գալստանյանին մեղադրանքի առաջադրված ահաբեկչության նախապատրաստման եւ զանգվածային անկարգությունների հրահրման համար։ 2 ամսով կալանավորվել են նաեւ Պահեստազորի գնդապետ Միհրան Մաղսուդյանը, Արցախի Հանրապետության ազգային ժողովի падգամավոր Դավիթ Գալստյանը, Գալստանյանի օգնական Մովսես Շարբաթյանը, Արմեն Ալեքսանյանը։ Factor TV-ի տեղեկություններով 3 ձերբակալված 16 անձանցից 10-ի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց կալանքը։ Ըստ քննչական կոմիտեի Գալստանյանի առաջնորդած Սրբազան պայքարի շարժման մասնակիցները եւ ղեկավարները պլանավորել էին Հայաստանում իրականացնել ահաբեկչական եւ իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է ենթադրյալ հեղաշրջման փորձի կանխմանը։ Բացահայտվել է մեր պետականությանը Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն։ Կանխվել է այդ պլանի իրագործումը։ Կարծում եմ իմաստ կունենա, որ ազգային անվտանգության ծառայության, դատախազության, քննչական կոմիտեի, ներքին գործերի նախարարության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնենք պետական պարգևի, նիստին հայտնել է Փաշինյանը։ 2025 թվականի օգոստոսի 12-ից մինչև հոկտեմբերի 3-ը ներառյալ Հայաստանում կանցկացվեն վարժական հավաքներ։ Վարժական հավաքները կհայտարարվեն Պահեստազորի առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների համար։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի քան 25 օրացույցային օր ժամկետով։ Իսրայելի եւ Ամերիկայի հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտները լուրջ վնասներ են կրել, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղալին Ալ Ջազիրա հեռուստաընկերությանը։ CNN-ը եւ The New York Times-ը հղում անելով ամերիկյան ռազմական հետախուզությանը հայտնել են, որ ԱՄՆ-ի կողմից իրանական 3 օբյեկտների վրա հարվածները չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները, այլ միայն ակնհայտորեն մի քանի ամսով հետ են մղել այն։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ ամերիկյան կողմը հաջորդ շաբաթ կհանդիպի Իրանի պաշտոնյաների հետ քննարկելու Իրանի միջուկային ծրագիրը։ Գերմանիան 26 միլիոն եվրոյի վարկ եւ 2 միլիոն եվրոյի դրամաշնորհ կտա Հայաստանին։ Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի եւ Գերմանիայի կառավարությունների միջև 2023 թվականի ֆինանսական համագործակցության մասին համաձայնագրին։ Հիմնավորման մեջ նշվում է, թե այս համաձայնագիրն ապահովում է համապատասխան իրավական շրջանակ, որը հիմք է հանդիսանում առանձին ֆինանսավորման կամ վարկային համաձայնագրերի կնքման եւ կողմերի միջև համագործակցության համար։ Հայ ֆիլմ կինոստուդիայի հարևանությամբ խոտածած տարածքում գիշերը հրդեհ բռնկվել եւ կար վտանգ, որ այն կտարածվի դեպի հարևան շինություններ։ Այս մասին գրել է Շամշյան.com-ը։ Հաղորդվում է, որ հրշեջները մարել են մոտ 1500 քառակուսի մետր չոր խոտածած տարածքում առաջացած կրակը։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Տարածաշրջանային իրավիճակով պայմանավորված Wizz Air ավիաընկերությունը մինչև հունիսի 30-ը չեղարկել է Երևան, Աբու Դաբի եւ հակառակ ուղղությամբ չվերթները։ Այս մասին տեղեկացնում է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը։